Շարունակում ենք առավոտություն և առաջիկա րոպեներին խոսելու ենք մի յուրահատուկ ֆանտաստիկ իրադարձության մասին, որը մայիսի 31-ին տեղի է ունենալու Գառնիի տաճարում, խոսքը Music Through Centuries բացառիկ համերգի մասին է, որի շրջանակում առաջին անգամ մեկ բեմում կլինեն Վիեննայի ֆիլհարմոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Իսկ ես շտապ եմ արդեն ներկայացնեմ մեր հյուրերին, որոնց հետ շատ անապեր սպասում ենք հարցազրույցին։ Արարատ Մղդիսյանն է մեր տաղավարում Music Through Centuries-ի նախագծի հիմնադիր եւ Անահիտ Բարխուդարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք, որ առավոտը մեզ հետ եք սկսում։ Մենք էլ ծանր ճանապարհ էր, բայց հասանք։ Կարևորը հասանք։ Դե սկսենք ամենասկզբից։ Այս ամենը երբ է ծնվել, ում է եղել գաղափարը, որ արդեն ամսի 31-ին կյանքի է կոչվելու։ Առաջներդ շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերի համար։ Մենք էլ ենք շատ ուրախ, որ առավոտը ձեր հետ ենք սկսում։ Գաղափարը ծնվել է ինձ թվում է 2024 թվականին, 2 տարի առաջ, եւ ավստրիական գործընկերների հետ միասին շատ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ։ Եվ ավստրիացի գործընկերները շատ սիրահարվել են հայկական մշակույթին եւ տարբեր նմանություններ են նկատել։ Մենք մեր մեջ քննարկել ենք այդ նմանությունները ոչ միայն մշակույթային, այլ նաեւ մեր երկու երկրների միջև։ Ավստրիան էլ է շատ լեռնային պետություն, Հայաստանն էլ համով ուտեստները ավստրիական, հայկական լիքը նմանություններ կան։ Եվ որոշեցինք դրա մասին պիտի խոսենք, պիտի դա բարձրաձայնենք եւ Եվրոպայի հանդիսատեսին, Ավստրիայի հանդիսատեսին ավելի լավ ներկայացնենք հայկական մշակույթը եւ հայկական հանդիսատեսին ներկայացնենք ավստրիականը եւ ծնվեց այս գաղափարը Music Through Centuries, որը կցույց տա ամենասկզբից, կարելի ասել ժամանակի մեքենայի օգնությամբ հանդիսատեսը ճամփորդություն կապրի, այո, սկսելու ենք անտիկ ժամանակներից, նախաքրիստոնական ժամանակներից 2000 տարի անց առաջին անգամ Գառնու տաճարի մոտ նորից կհնչա ինչ-որ էթնիկ անտիկ հնչում եւ այդտեղից կտեղափոխվենք արդեն միջնադարյան ժամանակներ ու արդեն 21-րդ դար նոր դասական երաժշտություն, շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում։ Անահիտ, ինչ կազմ է լինելու այդ օրը բեմում, քանի որ ասում ենք Վիեննայի եւ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը, վստահ եմ յուրաքանչյուր նվագախմբից էլ որոշակի քանակ երաժիշտների ներառված է։ Այո, նախ պետք է նշեմ, որ սա առաջին անգամ է, երբ այս ծավալով համագործակցություն է տեղի ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ։ Ընտրությունը երաժիշտների կատարվել է ավստրիական կողմից եւ այսօրվա դրությամբ գրեթե բոլոր փողայինները, այսինքն փողային կազմը հրավիրված է հենց Ավստրիայից։ Մեր նվագախմբից կմասնակցի լարային կազմը, հարվածայինները, տավիղը, դաշնամուրը այդպես։ Այդպիսի միքս է եւ ղեկավարելու է այո մայեստրո Էդուարդ Թոփչյանը։ Ինչ ամենակարևորն է։ Նաև ծրագրի մասին խոսենք, ինչքան էլ այս ամեն ինչը փորձելու ենք զուլել, գալու ենք անտիկ ժամանակներից, եկանք արդեն Գառնով հասանք տեղ, Հայաստան 2026 թվական ծրագիրը ինչպիսին է կազմվել։ Տեսեք, իրականում մենք չենք մասնակցել նաև ծրագրի ընտրությանը։ Սա ընդհանրապես այնպիսի նախագիծ էր, որ մեզ ներկայացվեց։ Արարատը զանգեց, այդ ժամանակ իրար չենք ճանաչում, ներկայացրեց նախագիծը, մեզ իհարկե հետաքրքրեց գաղափարը, հետաքրքրեց նաև վայրի ընտրությունը։ Այնուհետև սկսվեց մեր բանակցությունները, մեզ ներկայացվեց ծրագիրը, որը ինչ որ ընթացքում մի փոքր շտկվել է եւ ավելի են զարգացրել եւ այսօրվա դրությամբ ծրագրում արկային ոնց նշեց Արարատը եւ հնագույն, այսպես ասած, մեղեդիներ եւ ռոմանտիզմի դարաշրջան եւ կլասիկա, այսինքն Մոցարտ եւ Խաչատրյանը դա հասկանում ենք, որ երկուսն էլ լինելու են։ Կա ինչ-որ մի հետաքրքիր այլ մոտեցում, վստահ եմ այստեղ մայեստրո Թոփչյանը նույնպես իր թեթև մատով
Մայստրո Թովչյանը դեռ Մասնակցած չի կլինի։ միջամտել Դեռ չի ծրագրի։ միջամտել։ Գիտենք ինչ է Այո, լինելու, որ որտեղ միջամտի։ շատ կառուցողական է ծրագիրը, ես կարծում եմ դա այսպես ասած սցենար է, հա։ Ես էլ եմ համաձայն, որ ժամանակի այսպես կամուրջ է, որտեղ որ կարերեսվեն եւ տարբեր մշակույթներ, եւ դարաշրջաններ, եւ պատմություններ։ Այնպես որ մենք չենք միջամտում, տեսնենք ինչ կստացվի, ես համոզված եմ, որ շատ հետաքրքիր կլինի։ Այստեղ կարևոր է նաև նշել, որ հատուկ անակնկալ ունենք Ինգա Անուշ Արշակյաններ քույրերը, որոնք առաջին անգամ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ Հայկական ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին կկատարեն յուրահատուկ հայկական ֆոլկլորային ստեղծագործություններ առաջին անգամ նվագախմբերի հետ եւ դա հայկական հանդիսատեսը վստահ եմ կգնահատի։ Յուրօրինակ comeback է լինելու մի խոսքով նաև Արշակյան քույրերի այդ օրը։ Այո։ Իսկ մենակ նրանք են լինելու թե էլի հրավիրված մարդիկ կան։ Երկչույներից միայն իրենք, Երկչույները հիմա շատ լավ ընտրություն է մեր կողմից, որովհետև այդպես պայծառ եւ բարձ ֆոլկլորային Հայկական արմատների ընդգծում է։ այո։ Բայց մենք գիտենք, որ հրավիրյալ երաժիշտներ կան, հայտնի ջութակահարներ, որոնք լինելու են այդ օրը բեմում, ճիշտ է։ Ճիշտ է, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից լինելու է հայտնի Յոհանես Տոմբյոկը, իր տիկնոջ հետ, Յուլիա Գենգեի հետ միասին։ Այո, մեծ սիրով սպասում ենք իրենց։ Համերգ ենթադրելու է նաև ինչ-որ վիզուալ լուծումներ, որովհետև ամեն դեպքում պատմամշակութային շատ կարևոր վայրում է նախանշված։ Այո, կարևոր է նշել, որ Temple of Arts հասարակական կազմակերպության թիմը կազմված է մոտ 8 տարբեր պետություններից, ներկայացուցիչներից, մեր ռեժիսորը Անգլիայից է եւ բավական հետաքրքիր գեղարվեստական լուծումներ ունի։ Բոլոր գաղտնիքները այսօր չեն բացի, բայց վստահ եմ, որ հետաքրքիր վիզուալ լուծումներ կան, որը բոլորը կգնահատեն։ Հետագայում սպասվում է արդյոք համագործակցություն, նույն փորձի փոխանակումը դեպի Վիեննա։ Այսինքն հիմա մենք հրավիրեցինք Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներին, համագործակցելով հենց Վիեննայի թատրոնի հետ կարծում եմ, կամ հենց ֆիլհարմոնիկի հետ, եւ հետո փոխադարձ։ Տեսնենք ինչով Արարատը մեզ կզարմացնի, բայց առհասարակ նմանատիպ նախագծերը միշտ հետագա համագործակցությունների սկիզբ են հանդիսանում։ Ֆիլհարմոնիկը մինչ այդ էլ ուներ տարբեր համագործակցություններ հենց նվագախմբերի առումով, թե համահայկական նվագախումբներ, թե CIS-ի նվագախումբներ, որտեղ որ տարբեր նվագախմբերից երաժիշտներ գալիս են եւ միանում էին ֆիլհարմոնիկին, այդպես Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ այս ծավալով առաջի անգամ է, որտեղ մենք էլ ունենք այդպիսի ավանդույթ որոշ հետաքրքիր ծրագրերին հրավիրել առաջատար երաժիշտների տարբեր նվագախմբերից։ Բայց ես կարծում եմ, որ նախագիծը կլինի հաջողված եւ միգուցե հետագայում նաեւ լինի ձեր նշած համագործակցությունը։ Եվ թող լինի այդպես։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, եւս մեկ անգամ հիշեցնում ենք հեռուստադիտողներին, որ մայիսի 31-ին Գառնիի տաճարում է տեղի ունենալու այս բացառիկ համերգ իրադարձությունը, որը խորագրված է Music Through Centuries կամ երաժշտությունը դարերով։ Լսում եմ կարելի է։ Այո։ Տոմսեր ոնց կարող են ձեռք բերել։ Fast ticket-ի կայքով դեռ ունենք մի քանի ազատ տոմսեր։ Երկու հատ մնացել է։ Ձեր համար անպայման։ Շնորհակալ ենք շատ եւ համերգին հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ձեզ լավ օր։ Մեր ազգային ֆիլհարմոնիկի հետ դեռ բազմիցս հանդիպելու ենք ինձ թվում է այս ընթացքում, որովհետեւ հիշեցնում ենք, որ նվագախումբը այո նաեւ լինելու է դասական Եվրատեսիլի շրջանակում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, բայց այդ մասին դեռ խոսելու առիթներ կունենանք, շարժվենք առաջ։